Սա եմ ուզում ձեզ ցույց տամ։ Հիմա նայեք, այս սիրունությունը։ Հիմա սա դեռ այն ժամանակ, արդեն սա ինքը անօրինական կառույց էր։ 90-ականներին է կառուցվել։ Սա անօրինական։ Հիմա իհարկե սա համար պետություն ապամոնտաժելու, բայց հիմա դա անգամ դեմ է որ պետությունը գա, որովհետև սա ընդհանուր պետք է հասկանում եք հայեցակարգային լինի կոնդը։ Որ մենք ուզում ենք հենց կոնդում ստեղ շատ արժանի պարոն Իգնատը ցավոք ոնց որ քան տարի առաջ մահացավ։ Լավ մարդիկ է, մեծ մասը փակ են տները, ստեղ կա մի տուն, որ կարելի է նայել, բայց չանհանգստացնենք։ Հիմա նայեք, մենք այս շարը կորցրել ենք, այս ձևը։ Մենք չենք իմացել մենք հայերս։ Սա ավելի պարսկական ժամանակաշրջանի է։ Այդ ժամանակի է դա։ Բայց նայեք, որ տակը տուֆ է։ Այո։ Սա նայեք, հետո մենք մի հատ որ հեսա գնանք դեպի մսկիթի կողմ, կասեմ հիմնականում մասնագետը։ Դա տակը տուֆ է եւ հայկական ճարտարապետությունն է ներքևը, այո, վերևը արդեն սա գալիս է նրա մասին։ Սինթեզը արված է։ Որ նույն երբ որ ժամանակին, երբ որ շատ գործ անգամ ցավում է որ հայերն են դրա մասին խոսում էլի։ Սա եղել է իհարկե եղել է որը ժամանակ, եղել է ինչ պարսկական տիրապետության, բայց մինչև այդ չեն այդ մարտի, որտեղ սա եղել է հայերի ամենալավ թաղամասը ապրելու։ Պարսկական խանություն է եղել, ոչ թե թուրքական կամ թաթարական կամ ազերիական։ Երևանում եղել է պարսկական խանություն։ Այո։ Բնական է, պատմությունը պատմական փաստ է, որ մեր հարևանները փորձում են չարաշահել, հասել մերն է, ձերը չի։ Եղել է որոշ ժամանակ պարսկական խանություն, պարսկական տիրապետության տակ, պատմականորեն։ Այս փոքր կտորը, սրանք տալիս են մեծ մասը սա վարձով են։ Հիմա պատկերացնում եք ինչքան լավ կլինի օրինակ երիտասարդության համար շրջաններից գան կամ նույն երիտասարդ ընտանիքները, եւ էլ չեմ ասում արվեստագետները, չեմ ասում արվեստանոցները, սա պետքա բերես սարքես, ինքն ինչ որ ավելի մշակութային այդ բան պետքա ունենա, էլի ոնց որ միջավայր պետքա լինի։ Դրա լավագույն օրինակը, օրինակ բանն է։ Պուշկինի փողոց Աբովյանից մինչև Դոլմամայի հատվածը, հա, Սախարովի հրապարակ։ Ոնց ենք աղ, հիմա սա լավ են կողմով եկեք գնանք։ Նայեք, սա որ եզակիներից հա որ արել է։ Շատ լավ մարդիկ են, բիզնես են սկսել, բայց նայեք, այս պլաստիկան, հիմա գորգեր։ Սա գիտեք այս եմ ուզում ասեմ։ Եթե չլինի այդ միասնական գրասենյակը եւ այդ հայկական խորհուրդը, հիմա ոճերը խառնելու են, այսինքն իրանք վնաս են տալ, բայց այդ մարդկանց մեղադրելու չէ, այդ մարդիկ այդ ճաշակը, այդ կրթությունը, հա, հասկանում եք, նաեւ մարդիկ հասկացել են տուն, որ ուզում են իրենց գույքը օգտագործեն, մեծ մաս օրինակ, դրսից եկել են, բարև ձեզ, ինչպես եք։ Հեսա նայեք, պլաստիկան, չէ, այս ղամիշները ինչ կապ ունեն կոնդի հետ։ Այսինքն այն ինչ որ կամ այս պլաստիկան ինչ կապ ունի։ Այսինքն նույն դիզայնը կարա ներսը սուբյեկտիվ օբյեկտիվ հարց կա, մարդը տունը ոնց ուզում անի, պետությունը չի կարա խառնվի։ Ինքը թող որոշ, եթե գտնում են ոչը, բայց անգամ խալիներից սկսած, հա, լավ եք։ Այս խալին տեսանք։ Իրանք շատ լավ նկուղ ունեն, բայց էլի օրինակ գնացել են, տեսել օրինակ կենտրոնում շատ տեղի հին ռադիոներ, չգիտեմ, բայց իրական կոնդի հետ ռադիոն կապ չունի։ Որտեվ կոնդի պլաստերը շատ ավելի հին է, քան միջև ռադիոն։ Այո, իհարկե։ Այդ դա պետք է, բայց դա պետք է այս մարդկանց օգնել։ Գիտեք, միակ լավ քննարկումը եղել է 18 թվականին մշակույթի նախարարներ Ղարիբյան Տիկին Հարգարժան անունը մոռացա։ Տիկին Ղարիբյանի մոտ մի հատ քննարկում եղավ։ Մոտ 20 հոգանոց, երևի եզակի իրականում իրանց բան ներկայացող մասնագիտական քննարկում այդ ժամանակ եղել, չգիտեմ դա սղագրությունը կա, բայց այդ ժամանակ նաև ամենակարևորը մենք քննարկում էինք, որ դա պետք է նաև բաներ, արխեոլոգիական, հնաբանական այդ շուրֆեր պետք է բացվի, որտեղ մարդ կա, որ հիշում է, օրինակ մենք գրած ունենք, որ Ֆրանսիայից մեկ եկել է, որ ասել է 18-րդ դար 1700-ականից սկզբին, ես հիշում եմ, ասես մի հատ աշտարակ, մեկը ասում է, այս ինչ թվականին, մեկը ասում է բայց այդտեղ մեկը մի գիշերվա մեջ բռնե քանդել են, տեսել են պետությանը չեն ասել, գարաժ են սարքել կամ տուն են կառուցել, որտեղ տղեն ամուսնացել էր։ Բայց հիմա արդեն իսկ ի տարբերություն Ֆիրդուսի կոնդի մեծ մասը դեռ սովետական միության ժամանակ արդեն համայնքային էր, պետական էր։ Կոնդեցիների մասը հետո հետ են եկել, բարձ ասեմ։ Դա կա։ Հիմա այս մարդիկ միշտ են ապրել այդտեղ, որտեղ հատկապես այն կողմից արդեն Պարոնյան փողոցն է, իրենց տնտեսությունն է, հողն ունեն, շատ ներողություն, Ջահոկյան, Ջրբաշյանի տուն, Ջրբաշյանի տուն, որն էր Ջրբաշյանից տուն։ Սա։ Հա, սա մեր։ Հա, սա Ջրբաշյանից տուն էր, այստեղ, այսինքն
Նայեք, իսկ ինձ համար ոնց ասեմ, հայկական այս լավա որ գոնե մի քիչ մոտ սփռոցներ են դրել։ Հիշում եք, առաջը շատ ավելի վատներ են, որ ընդհանրապես մեր հետ կապ չուներ։ Սրանք մի քիչ ավելի, մի քիչ մեր գորգեր, բայց սա օրինակ, սա էլ հայկական գորգեր չեն։ Բայց գոնե մարդիկ հասկանում են, որ գորգը ինքնության մաս է։ Հասկանում եք։ Հիմա խառնած է, ես մի քիչ միտքս փորձում նենց ձևակերպեմ, ուսիկ ջան, որ անգամ նաև կոնդեցիները, երևանցիները հասկանան, որ սա չի կարելի թողել միայն կոնդեցիների ուսին։ Այստեղ պետքա դիզայներներ բերվի, թիմ պետք է աշխատի։ Օրինակ Պոլիտեխնիկ ինստիտուտի վերջերս դիզայնի ֆակուլտետի բաժնի դիպլոմային աշխատանքում հանձնաժողովում էի, տաղանդավոր երեխեք կան։ Ճիշտ դիպլոմային աշխատանքներ նշանակենք, նույնը համոզված եմ ճարտարագիտականում, նույնը տարբեր տեղեր։ Շատ դիզայներներ կուզենան ամեն մեկին 10, ասես վերցրեք դիզայներներ, քաղաքային պլանավորողների, ճարտարապետների հետ, հա, մի հատ քննարկենք, եկեք տենց ամեն մի քանի հասարակական զոնաներ։ Պատկերացնում եք, կոնդեցին անգամ այգի չունի։ Էլ չեմ ասում, պարզ է, որ մենք ասեցին գրադարանը չկա, փակվել է դպրոցը, մանկապարտեզը, չգիտեմ, զուգարանը, բաղնիքը, բայց դրանք հասարակական, ոնց ասեմ, հասարակական ընդհանրապես կենցաղը պահելու մշակույթը եւ սոցիալիզացիայի շատ կարեւոր մասեր են ժամանակազրույցում, չկա դա։ Դրա համար դարավ գետո։